Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Ժամանակակից աշխարհում թանգարանները այլևս լռության ու պատմության պասիվ պահոցներ չեն, դրանք վերածվել են կենդանի, դինամիկ ու նաև երկխոսող մշակութային հարթակների։ Մեր դիտակետում այսօր Հայաստանի ազգային պատկերասրահն է եւ փորձելու ենք հասկանալ, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք են թանգարանային նոր քաղաքականության առաջնահերթությունները եւ ես այս պահին սիրով ողջունում եմ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Մարինա, երկար տարիներ հայաստանյան թանգարանները քննադատվել են հենց իրենց ակադեմիականության փակ լինելու մեջ, հատկապես ժամանակակից արտիստների կողմից Ինչ է արվում այսօր, ես գիտեմ, որ շատ բան է արվում ձեր ժամանակ եւ շատ կարծրատիպեր կոտրվեցին, որովհետեւ երբևէ չէինք տեսել, որ ժամանակակից արվեստ ներկայանա ազգային պատկերասրահի տարածքում, հենց միայն այդ մեկը ես կարող եմ նշել, կուզեի հենց դրա մասին սկսենք մեր զրույցը, թե ինչպես է կոտրվում այդ ակադեմիականությունը, ինչպես ենք հաղթահարում ֆոնդերից արվեստը դուրս բերելու այդ ընդհանրապես քայլերը, մարտահրավերները։ Դուք այնքան կարևոր ասպեկտից սկսեցիք իրականում, նույնիսկ երկու շատ կարևոր ասպեկտ նշեցիք՝ ժամանակակից արվեստը եւ ֆոնդապահոցների բացելն, այսպես ասած։ Դրանք երկու տարբեր խնդիրներ են, բայց միանշանակ եւ միաժամանակ շատ կարևոր, որովհետեւ մոտ 5 տարի առաջ, 6 տարի առաջ երբ մենք սկսեցինք մեր բարեփոխման, այսպես ասած, գործունեությունը, չեմ սիրում բարեփոխում բառն իրականում, որովհետեւ յուրաքանչյուրն էլ իր պատկերացման բարեփոխում է արել։ Պարզապես կարծում եմ, որ ժամանակին համահունչ, ժամանակի թելադրանքին հետևելով միանշանակ փոփոխություններն անխուսափելի են եւ ցանկալի եւ տարիներ առաջ մեր տեսլականի հիմքում հենց ժամանակակից արվեստը դարձավ ինչու որովհետեւ տարիներ առաջ շուրջ 100 տարի առաջ երբ Ռուբեն Դրամփյանը ձևավորում էր մեր հավաքածուն իսկ Ռուբեն Դրամփյանը ինչպես գիտենք այն ժամանակ պատկերասրահը առանձին չէր ինքնուրույն թանգարան չէր դա մի միասնական թանգարան էր որ ուներ բազմաթիվ բաժիններ եւ պատկերասրահը բաժիններից մեկն էր գեղարվեստի բաժինը եւ Ռուբեն Դրամփյանը գլխավորում էր, ղեկավարում էր հենց այդ բաժինը։ 20-ականների սկիզբն է դա, հենց 20-ականների առաջին կեսն է։ Այո, երբ հիմնադրվում է, սա շատ կարևոր շրջան էր եւ ես շատ կարևորում եմ, որ այսօր մենք փորձում ենք հետեւել հենց Ռուբեն Դրամփյանի դրված հիմքերով շարժվել, այսպես ասած, եւ հետագայում արդեն Ռուբեն Դրամփյանը գլխավորում է ողջ թանգարանը եւ տարիներ առաջ երբ նա սկսում է հավաքել այս ձևավորել հավաքածուն, նրա համար շատ միանշանակ կարևոր եւ առաջնահերթ էր, որ սա պետք է լինի մի թանգարան, որը ներկայացնում է ոչ միայն հայկական կերպարվեստը, ոչ միայն հայկական մշակույթը, այլ համաշխարհային մշակույթը։ Այն տարիներին այն ձևավորվեց որպես 3 հիմնական բաժին ունեցող թանգարան կամ պատկերասրահ, դա հայկականն էր, ռուսականը եւ եվրոպականը։ Եվ քայլ առ քայլ շատ մեծ դժվարությամբ Ռուբեն Դրամփյանն իրականում ձևավորեց հիմք դրեց այն հավաքածուին, որն այսօր ունենք։ Եվ եթե Ռուբեն Դրամփյանը չլիներ շրջահայաց, առաջադեմ մտավորական եւ ժամանակին համահունչ քայլող մտավորական, այսօր մենք այս հավաքածուն պարզապես չէինք ունենա, որովհետեւ ակադեմիական դասական նկարչության արվեստին, կերպարվեստին զուգընթաց նա մեծ կարեւորություն էր տալիս ժամանակակից արվեստի հավաքագրմանը, համալրմանը եւ իրեն ժամանակակից արվեստագետների եւ եթե տարիներ առաջ Ռուբեն Դրամփյանն այդ ուղղությամբ չգնար, այսօր մենք այս հավաքածուն չենք ունենա եւ կարծում եմ մեզ համար էլ այսօր առաջնահերթություն պետք է լինի զուգահեռ դասական եւ ակադեմիական կերպարվեստին հավաքել եւ մեր հավաքածուն համալրել պարտադիր ժամանակակից արվեստով եւ վերջին շրջանում մենք աշխատում ենք նաեւ գիտացուցադրական գործունեություն այդ ուղղությամբ շատ ակտիվացնել մենք միջ մեր եթերը զրուցում ենք Աննա Պողիկյանի ցուցադրության վերաբերյալ եւ մի քանի օր առաջ իմ արվեստագետ ընկերներից մեկը հիացմունքով եկավ եւ նշեց որ շատ կարեւոր է համարում որ մի հարկում թելի իրադարձությունն էր որը ներկայացնում էր տեքստիլը բացարձակայել տեսանկյունից մյուս հարկում Աննա Պողիկյաններ մյուսում Մարշել Գորկիներ եւ այդպես շարունակ եւ այս տարի եւս մենք ունենք բավական ծրագրեր հենց ժամանակակից արվեստի ուղղությամբ բալանսավորելով միանշանակ դասական կերպարվեստի հետ այսինքն այսօր ազգային պատկերասրահը փորձում է դիրքավորել իրեն միջազգային
այսպես ասած արվեստային թանգարանային շուկայում ասպարեզում որպես միջազգային չափանիշներին համահունչ քայլող պատկերասրահ։ Սակայն ձեր այդ քայլը միանշանակ չի ընդունվում, մենք խոսում էինք, որ կան նաև դիմադրություն, կա նաև քննադատություն, քանի որ մարդիկ սովոր են, որ ազգային պատկերասրահը պիտի լինի այդպես դասական, իրենց պատկերացումների համաձայն, իսկ սա մի քիչ ավելի երիտասարդականացել է, կարծես թե այսպես ասած։ Միանշանակ, գիտեք, երբ ասում ենք երիտասարդականացել է, երիտասարդացել է ավելի շուտ։ Երիտասարդացել է, իրականում այդպես է հենց հիմքում եղել, այսինքն իրականում մենք այսօր ոչ մի նորություն չենք անում, նորարարություն չէ ժամանակակից արվեստը ներգրավել ազգային պատկերասրահ։ Իրականում դա այն է, ինչ հիմքում դրված է եղել։ Պարզապես այո, շատ ճիշտ նշեցիք, այդ դիմադրությունը ունենք եւ համալրման ուղղությամբ եւ գիտացուցադրական գործունեության ուղղությամբ, բայց կարծում եմ սա էլ նորմալ է եւ միգուցե եթե այդ ընդդիմությունը չլիներ, նաեւ զարգանալու աճի հնարավորությունները բավական սահմանափակ կլինեին։ Այո, այսօր մենք փորձում ենք հնարավորինս այդ կարծրատիպային վիճակից դուրս գալ, գիտեք, 21-րդ դարում ենք, բայց դեռևս թանգարանը ընկալվում է ինչ որ չափով որպես մի փակ տարածք։ Երբեմն նույնիսկ այսօր մենք մեր վերաբրենդավորման ուղղությամբ ենք աշխատում եւ բավական լուրջ մոնիտորինգ ենք անում նաեւ այցելուների շրջանում, որ հասկանանք թե թիրախային խմբերն ովքեր են, ինչպես ներգրավենք նոր թիրախային խմբեր եւ այս մոնիտորինգի ընթացքում նաեւ հասկացանք, որ շատ իզարմանս հասկացանք, որ շատերի համար թանգարանը ինչ որ մի հերու տարածք է, հերու վայր է, ուր իրենց մուտքն այդքան էլ կամ ցանկալի չէ կամ բարդ է, դա նշանակում է, որ շատ անելիք կա դեռ թանգարանների ընկալման ուղղությամբ, ինչպես է մարդը այցելուն ընկալում թանգարանը, որ այն բաց տարածք է, այն բոլորի համար է, բոլորինս է։ Եվ այդ ուղղությամբ էլ մենք այսօր աշխատում ենք ամեն կերպ աշխատել, ամեն կերպ այդ ուղղությամբ ենք գնում, որ թանգարանը մաքսիմալ բաց դառնա այցելուի համար։ Իսկ ինչպիսին է ձեր տեսլականը օրինակ թանգարանային արդյունավետ մենեջմենտը կազմակերպելու հետ կապված, որովհետև դե մենք օրեր առաջ խոսում էինք փոխնախարարի հետ եւ նա շատ կարեւոր շեշտադրումներ արեց ընդհանրապես մոնետիզացիայի հետ կապված մշակութային հաստատությունների։ Միանշանակ դա շատ կարևոր է այսօր եւ ես կարող եմ մի քանի ուղղություն շատ կարևոր նշել, որը մեզ համար առաջնահերթ է։ Բնականաբար ես չեմ անդրադառնա պահպանությանը, ուսումնասիրությանը, այսինքն գիտահետազոտական գործունեության, ցուցադրական գործունեությանը, որտեղ դրանք բոլորը թանգարանային գործունեության հիմքում են եւ անխուսափելի եւ անքննարկելի են նույնիսկ, սակայն դրա հետ միասին այս պահին մեզ համար շատ կարևոր է արդեն վերոնշյալ ժամանակակից արվեստի ուղղությունը, միջազգայնացման ուղղությունը, որովհետև որքան էլ վերջին տարիներին մենք միջազգային հարթակում բավականին տեսանելի ենք եղել եւ բավական լուրջ ցուցադրություններ են կազմակերպել, հատկապես արտերկրում, այնուամենայնիվ այս վերանորոգման բավականին երկար գործընթացը ինչ որ չափով ազգային պատկերասրահը հետ էր մղել միջազգային գործընթացներից եւ այսօր առաջիկա 5-6 տարվա ընթացքում մենք նախատեսում ենք հենց այդ ուղղությամբ մեծ աշխատանք տանել, որովհետև միջազգային դիրքավորումը թանգարանի համար շատ կարեւոր է, ոչ միայն ազգային պատկերասրահի համար, որովհետև թանգարանի եւ կերպարվեստի միջազգային դիրքավորմամբ մենք շատ կարեւոր մշակութային դիվանագիտության ուղղությամբ քայլ ենք անում նաեւ պետության համար, այսինքն ես համարում եմ մեզ պետության փոքր մասնիկ, փոքրիկ պետություն, որը հենց այդ մշակութային դիվանագիտության առումով այդ դաշտում շատ մեծ անելիք ունի եւ առաջիկայում օրինակ սեպտեմբերին արդեն մենք մի հրաշալի ցուցադրություն ունենք նախատեսած, առաջին անգամ Հայաստանում լինելու է Սուրինյանցի հանրահայտ լքյալը կտավը, ասեմ որ տարիներ շարունակ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, որ կտավը հնարավոր լինի բերել ժամանակավոր ցուցադրության թանգարան, որտեղից պիտի բերվի Ղազախստանի ազգային պատկերասրահից, բավական բարդ էր, որտեղ իրենց մշտական ցուցադրության գանձերից է, ինչպես իրենք նշում էին, եւ շատ մեծ դժվարությամբ իրենք հաղթահարեցին եւ հարմարվեցին այն մտքին, որ այնուամենայնիվ տրամադրում են ժամանակավոր մոտ 6 ամսով այս նմուշը, իսկ դա այդ նմուշն իրականում առանցքային է ոչ միայն Վարդգես Սուրենյանցի կերպարվեստի համար, ստեղծագործության համար։ Ինչպես է հայտնվել այնտեղ։ Շատ հետաքրքիր երկար պրովենանս ունի, ինքը մասնավորից է վերջապես հասել այնտեղ եւ այդպես իրենք այսպես ասած դողում են այդ նմուշի վրա եւ սեպտեմբերի 16-ին վերջապես Հայաստանի ազգային պատկերասրահում այդ ցուցանմուշը այցելուի համար տեսանելի կլինի եւ կուզեմ նշել, որ սա շատ կարեւոր է նաեւ ընդհանուր հայկական կերպարվեստի համար, որովհետեւ մեր առաջին վավերագրական նմուշներից է ընդհանուր առմամբ մեր հայկական կերպարվեստում, հայկական մշակույթում։
Եվ բացի դրանից մենք մի շարք այլ ծրագրեր ունենք Լոնդոնի ազգային պատկերասրահի հետ, Պոմպիդուի հետ, որի հետ վերջերս հուշագիր կնքեցինք Պոմպիդու կենտրոնի հետ, եւ այդպես շարունակ շատ չմանրամասնեմ, յուրաքանչյուրը երբ արդեն մոտենալիս լինի կխոսենք դրա մասին։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսականացմանը, միանշանակ այսօր թանգարանները մեծ պոտենցիալ ունեն, իրականում միշտ էլ ունեցել են, բայց գնալով դա շատ ավելի խորանում է այդ ուղղությամբ աշխատանքը եւ տնտեսականացում շատ տարբեր ուղղություններով կարելի է անել։ Օրինակներից մեկը բերեմ, օրինակ յուրաքանչյուր ցուցահանդես, մենք վերջին շրջանում մի հետաքրքիր քաղաքականություն որդեգրեցինք, յուրաքանչյուր ցուցահանդես ամբողջովին բրենդավորում ենք, այսպես ասած, եւ ոչ յուրաքանչյուր, ճիշտ չեմ ասում, հիմնական խոշոր ցուցադրությունները ամբողջապես բրենդավորում ենք, դա եւ հուշանվերներն են եւ հրատարակությունը դրան ուղեկցող եւ մի շարք այլ մանրամասներ եւ ասեմ բավական աշխատող տարբերակ էր վերջինը հենց դա թույլ տալիս է որպեսզի թանգարանը ֆինանսապես անկախ լինի։ Այո, միանշանակ բավական, բնականաբար լիարժեք անկախության մասին խոսք դեռևս չի կարող լինել, բայց բավական հնարավորություն է տալիս, ես ասեմ որ վերջին տարիներին այս ահռելի վերանորոգումը, որը հնարավոր դարձավ մեր մշակույթի ապակենտրոնացումը եւ մեր մասնաճյուղերում վերանորոգման եւ արդիականացման գործընթացները, երեք հենց կոնկրետ մեր 7-րդ մասնաճյուղ վերանորոգեցինք, դրանք բոլորը պետություն, մասնավոր եւ մեր սեփական եկամուտների գեներացման բալանսավորման միջոցով է բնականաբար լինում, մեծ մասը իհարկե մեր վերանորոգման պետական աջակցությամբ է եղել, բայց մի ահռելի տոկոս նաեւ հենց սեփական եկամուտների շնորհիվ է ստացվում անել։ Եթե չգեներացնենք իրականում այս ահռելի գործունեությունը հատկապես ապակենտրոնացման եւ մասնաճյուղերի ուղղությամբ պարզապես չէր ստացվի մեզ մոտ։ Բացի դրանից մենք մեր ծառայություններն ենք ուզում մաքսիմալ ընդլայնել, թե ինչ կարող է տալ թանգարանը եւ գիտեք ամեն ինչ երբ քննարկում ենք աշխատակիցների, գոլեգաներիս հետ, աշխատում ենք ոչ միայն ֆինանսի վրա կենտրոնանալ, այլ ինչ դա կտա իրականում, այսինքն շատ կարեւոր է կարծում եմ այդ բալանսավորումը, որպեսզի թանգարանը նաեւ կոմերցիոն հարթակի չվերածի, միայն կոմերցիոն։ Դա էլ պետք է լինի միանշանակ, բայց այդ բալանսավորումը գաղափարի եւ կոմերցիոյի շատ կարեւոր է։ Եվ մենք հիմա կոնկրետ աշխատում ենք մեր վերականգնման արվեստանոցի վերազինման վրա, եւ մի հետաքրքիր գաղափար ունենք, որը շատ շուտով կարծում առաջիկա մի 2-3 ամսվա ընթացքում արդեն իրագործելու ենք։ Մեր մշտական ցուցադրության, հիմնական ցուցադրության մասնաշենքում նախասրահներից մեկում բաց այցելուների համար բաց վերականգնման արվեստանոց ենք ձևավորում, որը շատ կարևոր է։ Դրանով մենք լուծում ենք եւ ետնաբեմի բացահայտման, այսպես ասած, խնդիրը, որովհետեւ երբեմն այցելուների համար թանգարանի ետնաբեմը ինչ է կատարվում բացի այդ մշտական ցուցադրության հատվածից։ Հազար փակի տակ եւ անհասկանալի ինչ են անում թանգարանցիները։ Այսինքն սա նաեւ շատ այդ ետնաբեմը բացահայտելու ուղղությամբ հետաքրքիր քայլ է։ Ավելի թափանցիկ, ավելի բաց։ Այո, թափանցիկ այդ ուղղությամբ էր մեզ համար դա շատ կարեւոր է։ Մեր տեսլականի կարեւոր հիմնակարերից է, այսպես ասած, եւ նաեւ նախատեսում ենք վերականգնման կոնկրետ դասընթացներ անցկացնել, որովհետեւ կոնկրետ ազգային պատկերասրահում, հատկապես գեղանկարչության բնագավառում լավագույն վերականգնող մասնագետներն են գտնվում եւ թանգարանն ունի այդ ներուժը, այդ գիտելիքը փոխանցելու։ Այսպես եւ գիտելիքն է փոխանցվում եւ կոմերցիոն բավական լուրջ խնդիրներ են լուծվում։ Միաժամանակ մենք ուզում ենք նաեւ կերպարվեստի դասընթացներ մեծահասակների համար անցկացնել, այսինքն ընդլայնել նաեւ կրթական ծրագրերը։ Թանգարան իրոք ահռելի ռեսուրս ունի, բոլոր թանգարանները։ Այնպես որ այդ տնտեսականացումը բազմաթիվ ուղղություններով միանշանակ հնարավոր է։ Շատ լավ, գիտենք, որ համագործակցում եք եւ բաց եք անկախ համադրողների ու խմբերի հետ, մենք այդ մասին սկզբում փոքրինչ խոսեցինք, բայց շատ կարեւոր է, որպեսզի թանգարանը ազգային պատկերասրահը ունենա իր կոնկրետ ռազմավարությունը եւ իր չափանիշները, ում ընտրել եւ ում հետ համագործակցել։ Ինչպես է դա ընտրվում։ Դուք ինչ չափանիշներով եք չափում այդ համագործակցությունները։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Մենք վերջին տարիներին աշխատում ենք բավական զերծ մնալ ժամանակավոր ցուցադրություն, ժամանակին պրակտիկա կար, երբ տարածքը տրամադրում ենք ժամանակավոր ցուցադրությունների համար, այդ պրակտիկան մենք բացառել ենք իրականում եւ հիմնականում կազմակերպում ենք միայն այն ցուցադրությունները, որոնք մեր կամ պլանային են կամ տեղավորվում են, այսպես ասած, մեր գիտացուցադրական գործունեության տեսլականում եւ հիմնական պրոյեկտները մեզ հետ համատեղ են
վերագործվում, այսինքն այն տարբերակը, որ մեզ մոտ պարզապես որպես հարթակ, որպես տարածք օգտագործեն եւ ցուցադրվեն, դա մենք բացառել ենք։ Այդ գործունեությունը ապակենտրոնացման ուղղությամբ կոնկրետ մեր մասնաճյուղերում, այո, իրագործում ենք, մասնաճյուղերն ավելի բաց են այդ առումով, իսկ կոնկրետ հիմնական մասնաշենքում մենք աշխատում ենք անել միայն մեր պլանային եւ մեր տեսլականում տեղավորվող ցուցադրությունները։ Նախ ասեմ, որ տարածքը բավական փոքր է եւ այդքան ընդլայնվել շատ դժվար է, որովհետեւ մենք ունենք մի 3 ցուցադրատարածք, որոնք ժամանակավոր ցուցադրությունների համար են գործում եւ մեր կոնկրետ հենց գիտացուցադրական, գիտահետազոտական գործունեության արդյունքն է նույնիսկ երբեմն դժվար տեղավորվում այդտեղ։ Եվ ինչպես արդեն նշեցի, ժամանակակից արվեստի ուղղությամբ մենք ամեն տարի մոտ 5-6 պրոյեկտ միայն ժամանակակից արվեստի ուղղությամբ է իրագործվում։ Եվ սկզբում դուք մի շատ կարևոր հարց բարձրացրեցիք եւս մեր ֆոնդապահոցների բացահայտման ուղղությամբ մենք արդեն մոտ մի 3-4 տարի կենտրոնացել ենք հենց ցուցադրություն ժամանակավոր ցուցադրությունների առումով կենտրոնացել ենք այնպիսի ցուցադրությունների կազմակերպման վրա, որոնք հնարավորություն են տալիս մաքսիմալ երբևէ չցուցադրված նմուշներ ֆոնդապահոցներից անել, որովհետեւ եւ այդպիսի ցուցահանդեսներ ունեցել է պատկերասրահը, որը շատ հետաքրքիր բացահայտումներ են եղել։ Գրեթե այսօր յուրաքանչյուր ցուցադրության շրջանակում մենք կարողանում ենք ասել, որ մեծ տոկոսը ցուցադրանմուշների առաջին անգամ է ներկայացվում եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ թանգարանն ունի տասնյակ հազարավոր նմուշներ պահոցներում եւ ինչպես եւ աշխարհի բոլոր թանգարանները չունի հնարավորություն դրանք ցուցադրելու, երևի կարիք էլ չկա բոլոր մշտական ցուցադրությունում ընդգրկելու, բայց տոկոսային առումով շուրջ 5% են կարողանում ցուցադրել։ Եվ եթե չկազմակերպվեն այս ժամանակավոր ցուցադրությունները, ապա մնացած այդ ամբողջ այդ ահռելի գանձարանը, այսպես ասած, այցելուի համար այդպես էլ անտեսանելի է մնել։ Կարելի է ենթադրել, որ դուք նախ եւ առաջ համագործակցում եք այն խմբերի կամ անհատների հետ, որոնք հետազոտում են ֆոնդը եւ նորովի ներկայացնում են այն, ինչ ունի ազգային պատկերասրահը, կարելի է այդպես ասել։ Միանշանակ եւ քանի որ մեր գիտահետազոտողները նաեւ համադրողներ են եւ մենք ունենք առանձին հենց ցուցադրության բաժին, ունենք ցուցադրության բաժինը մեր ղեկավարում է բավականին հմուտ համադրող երիտասարդ եւ դրա շնորհիվ մենք թանգարանում ինքներս այդ ներուժը ունենք, բայց դրա հետ միաժամանակ շատ կարեւոր է, որ մենք ինչպես օրինակ Աննա Պողիկյանի պարագայում մենք անկախ համադրողի հետ ենք համագործակցել, Նաիրի հետ ենք համագործակցել, որը եւս շատ կարեւոր է։ Շուտով ունենալու ենք նաեւ Նազարեթի հետ համագործակցություն, որը եւս շատ կարեւորում եմ, այսինքն այդ անկախ համադրողների ներգրավել մեր գործընթացների մեջ։ Այո, Նազարեթ Կարոյանի մասին է խոսքը, այսինքն այդ անկախ համադրողների դաշտը նաեւ ներգրավել թանգարանային գործունեության մեջ շատ կարեւոր է, բայց իհարկե հիմնական մեր ներուժը հենց մեր գիտահետազոտողներն են։ Իսկ ինչ եք հետազոտում դուք ձեր ներսում, ինչն է կարևոր ձեզ համար, ձեր թիմում։ Բնականաբար հիմքում հայկական կերպարվեստն է եւ պլանային մեզ մոտ հենց հայկական կերպարվեստի հետազոտությունն է։ Եվ շատ կարեւոր է այստեղ նաեւ հաշվի առնել տպագրությունը, արդյոք դուք այն ինչ որ արվում է, հետազոտվում է, ներկայացվում է որևէ ձևով, ինչ որ հանրահռչակվում է, հասանելի է դառնում դիտողին, արվեստասերին։ Եվս մի շատ կարևոր հարց, խնդիր, այո, մենք աշխատում ենք մեր բոլոր ցուցահանդեսներն ուղեկցել գիտական կատալոգներով, ալբոմներով, այսինքն պարտադիր որևէ լուսաբանում հրատարակման տարբերակ պետք է լինի, որովհետև գիտահետազոտական գործունեությունը պարզապես երկամսյա ցուցադրությունը չէ, դա այն է, ինչ մնում է դրանից հետո նաև հետագա հետազոտման համար, որովհետև իրականում երբ ասում են հայկական կերպարվեստը ուսումնասիրված է, հետազոտված է, դա բացարձակ այդպես չէ, եւ նույնիսկ այն արվեստագետները, որոնք համարվում է, որ լավ հետազոտված են, դա այդպես չէ, ես պետք է ասեմ, որովհետեւ արվեստաբանությունը զարգանում է եւ այն մոտեցումները, որոնք մինչ այս կիրառվել են, ժամանակի ընթացքում փոխվում են եւ դու հասկանում ես, որ արվեստագետը լիարժեք ամբողջապես բացահայտված չէ, նույնը վերաբերում է Հովանես Այվազովսկուն, Մինաս Ավետիսյանին, Մարտիրոս Սարյանին, դա այն անուններն են, որոնք հատկապես հաճախ կիրառելի են, հայտնի են, տեսանելի են եւ նույնիսկ այս հեղինակների պարագայում դեռ հետազոտել այնքան բան կա։ Մի քանի տարի առաջ մենք Հովանես Այվազովսկու հետ կապված գիտաժողով կազմակերպեցինք եւ այդ գիտաժողովի ընթացքում ակնհայտ դարձավ, որքան եւ ուղայցեր կան, որքան խնդիրներ կան միայն այդ հայտնի հեղինակի շուրջ։ Այնպես որ կարծում եմ հետազոտման շատ հսկայական դեռ անելիք ունենք այդ մարզում եւ հետազոտման առումով կուզեի հատկապես անդրադառնալ մեր վերջին շրջանում վերափոխված մշտական
պատմության հիմնական ցուցադրությանը, որովհետև երբ ասում ենք արդիականացում, վերափոխում, վերանորոգում, եթե դրան զուգընթաց կոնցեպտի փոփոխություն չլինի, կոնցեպտի բովանդակության բարեփոխում չլինի, ինչ որ չափով դառնում է անիմաստ, որովհետև դա դառնում է մակերեսային փոփոխություն միայն։ Եւ կոնցեպտի առումով ես երկու բառով փորձեմ համառոտ ասալ ինչու մեր այդ փոփոխությունը, որովհետև դա հենց ձեր վերոնշյալ հարցի պատասխանն է, ինչ է կանում, ինչ է հետազոտությունը թանգարանի ներսում։ Օրինակ, եթե մինչ այդ մեր մշտական ցուցադրությունը հիմնականում կառուցված էր հայկական, ռուսական եւ եվրոպական արվեստի բնագավառում եւ երկու հարկ հայկականներ, մեկ հարկ ռուսականը, մեկ հարկ եվրոպականը։ Այսօր մենք կոնցեպտը լիովին փոխել ենք եւ ներկայացնում ենք հայ եւ համաշխարհային արվեստ։ Այդ մեկ փոփոխությունը, այդ եզրույթի փոփոխությունը ահռելի նշանակություն ունի այդ գիտակցության փոփոխության առումով, ընկալման առումով, որովհետեւ այս պարագայում նոր մշտական ցուցադրությունում մենք մեր հայկական մշակույթը, հայկական կերպարվեստը լիովին համարում ենք եւ դիրքավորում ենք համաշխարհային գործընթացներում եւ համարում ենք համաշխարհային գործընթացների լիիրավ մաս։ Ասեմ, որ մինչ այդ նախապայմաններ են, այսպես ասած, եղել, նախադրյալներ են եղել, երբ մենք մի քանի տարի առաջ Հայաստանում կազմակերպեցինք Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպեցինք հայկական իմպրեսիոնիզմին նվիրված ցուցադրություն, կարելի է ասել դա այն առաջի ցուցադրություններից էր, երբ մենք կոնկրետ ուղղությունը եվրոպական արևմտյան Եվրոպայի այդ առաջատար ուղղությունը փորձեցինք ներկայացնել հայկական արվեստի կոնտեքստում եւ տեսանք այն զարմանքը, որը ոչ միայն մեր տեղի այցելուների, նաեւ տուրիստների կողմից էր, զբոսաշրջիկների կողմից էր, որովհետեւ առաջին ասում էին, ինչպես Հայաստանն ունի հայկական իմպրեսիոնիզմ, հայկական կերպարվեստում կա իմպրեսիոնիզմ, եւ դա կարծես դրդապատճառ էր, դրոշակ էր, ինչ որ չափով, որտեղ հասկացանք, որ խնդիր ունենք, այսինքն մեր կերպարվեստը չի ընկալվում համաշխարհային գործընթացների լիիրավ մաս։ Այնուհետև անցյալ տարի մենք հաջողացրեցինք հայկական իմպրեսիոնիզմի մեր հավաքածուն Ֆրանսիա տանել եւ այնտեղ նույն արձագանքներ։ Եվ մեր ինչու այս նախապատմությունը արեցի, որովհետեւ այսօր մեր հիմնական ցուցադրությունը հենց հիմնականում ոչ թե անհատների վրա է հիմնված, ոչ թե մենագրական ցուցասրահների կամ դպրոցների վրա է հիմնված, այլ հիմնականում հենց ուղղությունների, այսինքն այցելուն երբ գալիս է ազգային պատկերասրահ, նա լիովին պատկերացնում է արվեստի պատմության եւ համաշխարհային արվեստի պատմության եւ հայկական արվեստի պատմության զարգացման գործընթացները, ժամանակագրորեն դասավորված զարգացման գործընթացները։ Մենք ունենք առանձին մոդեռնը ներկայացնող ցուցասրահ, առանձին իմպրեսիոնիզմը ներկայացնող, առանձին մարդու կերպարը դիմանկարչությունը ներկայացնող, այսինքն խնդիրներ բարձրացնող էքսպոզիցիա է այսօրային։ Իսկ սոցռեալիզմը ներկայացված է արդյոք։ Սոցռեալիզմը ներկայացված է։ Ասեմ, այդ հետազոտության ուղղությամբ էլ շատ բան կա անելու իրականում, որովհետև նորից պետք է արձանագրեմ, որ միակողմանի ենք դիտարկում։ Իհարկե շատ կան մեծ կարևոր հետազոտություններ արված, բայց դերևս միակողմանի է դիտարկված։ Եվ սոցռեալիզմը այսօր, քանի որ մեր տեղի խնդրի պատճառով, սակավության պատճառով մեզ մոտ ցուցադրությունը ներկայացված է մինչև 1960-ականները եւ 70-ականներից այս կողմ հիմնականում ցուցադրելու հնարավորություն չի եղել։ Հիմա փորձում ենք լուծում գտնել եւ մեր այսօր այն հատվածը, որը ժամանակավոր ցուցադրություններին է նվիրված, դրա մի հատվածը շուրջ 4 ցուցասրահ, կարծում եմ մենք վերափոխելու ենք եւ ներկայացնենք հենց արդեն այդ շրջանը, անկախության շրջանը, սակայն որպեսզի հնարավոր լինի մաքսիմալ բացահայտել եւ փուլերը եւ արվեստագետներին, մենք մտածում ենք ժամանակավոր մշտական ցուցադրությունների ուղղությամբ գնալ, այսինքն տարին մեկ վերափոխվող մշտական ցուցադրություն, որը մեզ հնարավորություն կտա մաքսիմալ նաեւ բացահայտել այդ փուլը, որը այս պահին իրականում շատ սակավ է ներկայացված թանգարանում։ Շատ լավ, գիտենք, որ թանգարանը նաեւ ունի շատ խնդիրներ եւ դրա մեծ բաժինը տարածքին է, տարածքի մասին է, այսպես ասած, մենք ունենք հսկայական այսպես ֆոնդեր, որոնք ներկայացված չեն, որի մասին դուք խոսեցիք շատ, ինչ է արվում այդ ուղղությամբ ավելի ընդլայնելու ազգային պատկերասրահի մասնաճյուղերը բացելու թեկուզ Երևանյան որևէ միջավայրում, որպեսզի մի քիչ շնչառությունը բացի պատկերասրահի։ Ես կարծում եմ, ցավալի հարց է ոչ միայն պատկերասրահի եւ ոչ միայն հայաստանյան,
Արևմտյան թանգարանների, այլ համաշխարհային մասշտաբներով, որովհետև նույնիսկ այն թանգարանները, որ մենք գիտենք ահռելի թանգարաններ են, նույն Լուվրը, նույն Օրսե եւ այլն, երբ մենք խոսում ենք այնտեղի աշխատակիցների, ղեկավարների հետ, նույն խնդիրներն էին բարձրացնում եւ ասում են չունեն ֆոնդապահոցների տարածք, չունեն ցուցադրատարածք, այսինքն սա համաշխարհային մասշտաբի խնդիր է իրականում, սակայն այսօր բավական քայլեր արվում են, մենք կոնկրետ, ինչպես արդեն նշեցի, փորձում ենք այդ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով խնդիրը լուծել, նաեւ քանի որ թանգարան ունի 14 մասնաճյուղ, այդ 14 մասնաճյուղներ են բավական նպաստում այդ ընդլայնմանը գործունեության, որովհետեւ հնարավորություն է եւ այլ հարթակ նաեւ ֆոնդապահոցների ցուցանմուշները այնտեղ էլ ներկայացնելու, իսկ մասնաճյուղերի մասին նշեցիք, մի փոքր հարցին չի վերաբերում, բայց կուզեմ նշել, որ ես շատ հուսով եմ, որ առաջիկայում մենք եւս մեկ մասնաճյուղ կունենանք, նվիրված Արտո Չակմակչյանին, ինչու, որովհետեւ մի 2-3 տարի առաջ Չակմակչյանի այրին, Տիկին Նաիրին, թանգարանին նվիրաբերեց մի քանի նմուշ Արտո Չակմակչյանից եւ հենց այդ օրվանից սկսեցին մեր բանակցությունները Արտո Չակմակչյանի ողջ ժառանգությունը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։ Սա երազանքի նման մի բան էր եւ ինձ համար եւ Տիկին Նաիրի համար, բայց այսօր այն արդեն բավականին հողեղեն, արդեն երազանք չի, հստակ նպատակ է եւ կարծում եմ շատ շուտով մենք Արտո Չակմակչյանի ժառանգությունը կկարողանանք արդեն տեսնել Հայաստանում։ Տիկին Նաիրին այսօր պատրաստ է եւ քանդակի տասնյակ քանդակներ, հարյուրավոր գրաֆիկական աշխատանքներ, հեղինակի անձնական իրերը նվիրաբերել Հայաստանին, հայրենիքին եւ սա շատ ուրախալի է, սա ավելի ես կիսվել ուզեցի ձեզ հետ։ Տարածքը կա։ Ես շատ չեմ ուզում առաջ անցնել, բայց Տիկին Նաիրին պատրաստ է նաև իր տունը նվիրաբերել պետությանը եւ այսպիսով մենք այդպես լուծում ենք եւ մասնաճյուղի խնդիրը եւ ժառանգությունը Հայաստանում ունենալու խնդիրը, իսկ Արտո Չակմակչյանը կարծում եմ նույնիսկ կարիք չկա ասելու ինչ մեծություն է եւ ինչ կարեւոր է այս ժառանգությունը այսօր էստեղ ունենալ, այնպես որ ես շատ հուսով եմ, որ առաջիկայում մենք ձեզ հետ արդեն զրուցելու ենք մասնաճյուղի բացման վերաբերյալ։ Շատ լավ, հրաշալի կսպասենք այդ հետաքրքիր իրադարձությանը, մեր հաղորդումը ավարտվում է, մոտենում է ավարտին, փորձենք ամփոփել, ինչպես եք տեսնում հետագա զարգացումը, մենք շատ կուզենայինք, տեսեք դուք խոսում եք միջազգային կապերից, շատ կուզենայինք օրինակ նույն իմպրեսիոնիստներին մեզ մոտ տեսնել, իհարկե ես ծեծված անուն պիտի ասեմ, օրինակ Վան Գոգի ցուցահանդեսը Երևանում, ինչու ոչ, գործերի որոշակի կամ ասենք այդ տեսակի կապեր ստեղծում եք, թե միայն մեր հայաստանյան գործերն են գնում ներկայանում այնտեղ։ Չէ, եթե դուք մի քանի տարի առաջ այս հարցը տայեք, միգուցե ես շատ վախվորելով պատասխանեի, այսօր միանշանակ կարող եմ ասել այո, որովհետև ազգային պատկերասրահն իրոք ունի պոտենցիալը եւ իր նմուշները դրսում ներկայացնելու եւ այսօր արդեն ընդունելու համաշխարհային գլուխգործոցներ, որովհետև մինչ վերանորոգումը կարծում եմ դրա մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէր լինի, որովհետև առաջին նախապայմանը դա կլիմայական պայմաններն են, թե ինչպես են պահպանվելու այդ նմուշները, սակայն այսօր արդեն մենք բավական համագործակցության նախանշած այսպես քննարկման փուլում գործընթացներ ունենք տարբեր թանգարանների հետ եւ կարծում եմ առաջիկա տարիներին մենք ոչ միայն տեղափոխելու ենք մեր նկարները այլ տեղում ժամանակավոր ցուցադրության, այլ վերոնշյալ գլուխգործոցներից շատերը ունենալու ենք նաեւ ազգային պատկերասրահում։ Վստահ եմ, որ դա մեր հաջողած ծրագրերից է լինելու։ Իսկ որպես թանգարանի մարդ, որպես արվեստաբան, որպես ոչ որպես տնօրեն, ինչը կլիներ լավագույնը թանգարանի զարգացման համար, որպես երազանք նաև տեսլական։ Ես տեսլական իրականում ինքը շատ է, 1-2 բառով հնարավոր չի ասել, բայց անդրադառնալով ձեր վերոնշյալին, եթե ես տնօրեն չեմ որպես խոսում, այլ սուբյեկտիվ իմ արվեստաբանական մոտեցումն եմ արտահայտում, ապա Օրսեի հավաքածուն տեսնել ազգային պատկերասրահում եւ կարծում եմ մենք կտեսնենք Օրսեի հավաքածուն ազգային պատկերասրահում, որովհետեւ իմպրեսիոնիզմը ինձ համար գիրք է, ես չեմ համարում, որ դա սուբյեկտիվ է, դա շատ օբյեկտիվ գիրք է, պետք է ասեմ, եւ որպես երազանք դա է այս պահին։ Իսկ առաջիկայում
կարևոր ցուցահանդես, որի մասին կարող ենք այս պահին շատ կարճ ուղղակի Ես կնշեմ Սուրենյանցը եւս մեկ անգամ, կնշեմ Լոնդոնի ազգային պատկերասրահի հետ մեր համագործակցությունը, որովհետեւ դրա շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է համաշխարհային համբավ ունեցող լուսանկարիչ Իդա Քարի ստեղծագործությունները եւ ինչի հենց Իդա Քարը, որովհետեւ Իդա Քարն ունի հայկական արմատներ եւ տարիներ առաջ շրջագայել է Հայաստանում, ունի երևանյան պատկերներ, ունի մեր մտավորականներից արված հրաշալի դիմանկարներ եւ Իդա Քարը Լոնդոնի դիմանկարչության ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության գոհարներից է եւ կարծում սա շատ կարեւոր համագործակցություն է եւ իհարկե առաջիկայում մենք ունենք արդեն հստակ ծրագրեր Չինաստանի թանգարանի հետ եւ Պոմպիդուի հետ։ Շատ լավ, մենք կհետևենք ձեր ներսում ինչպես են զարգանում իրադարձությունները, շնորհակալություն Մարինա, սիրելի ռադիոլսողներ, իմ հյուրն այսօր ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն էր, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն